Իր կյանքի պատմությունով իմ տաղավարում է հաղորդավար Սուրեն Արուստամյանը։ Կյանքը հիմա է, այվ պետք է հիմա ապրել, հետո կարող է չլինի։ Սուրենը ծնվել է առողջական խնդիրներով եւ բժիշկները կարծել են, որ փոքրիկը չի ապրելու, բայց Ման չի եղել, ես այստեղ եմ։ ինչու ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը բազմության մեջ նկատեց հենց Սուրենին։ Եթե դնեք դանակի տակ կմահանա։ Աստծո տված է, Աստծո ձեռով էլ կանցնի։ Մոտեցավ նրան եւ տեղի ունեցավ հրաշքը։ Իր ձեռքերով այս կոկորտից մասը այսպես սկսեց, թևքից հանեց նշխար, տվեց ինձ եւ գնաց։ Ինչ հրաշքի մասին է խոսքը։ Անցնում է 2 օր, ինձ տանում են, որ վիրահատությունը անեն, բժիշկները նայում են, ասում են, ինչ է կարել այս երեխու հետ, չկա։ Սուրեն Արուստամյանի կյանքի բարդ փուլերում ով է եղել նրա կողքին եւ ինչպես է նա կարողացել հաղթարել կյանքի դժվարությունները։ Առաջին օրվանից մեր ընտանիքը, որպես ձևավորված ընտանիք, գնացինք միասին ես ու կինս այդ դժվարություններին ընդառաջ ու կարողացանք հաղթահարել սա։ Սուրեն Արուստամյանը որտեղ է հանդիպել իր կնոջը եւ ինչպես տեղի ունեցավ սիրո խոստովանությունը։ Զանգեցի հիվանդեմ կգաս, բան, եկավ եւ այդպես խոստովանեցի, որ Տարիներն անցնում են եւ թողնում են իրենց հետքը, ինչի մեջ է թաքնված կյանքի արժեքը։ այն ինչ որ մենք ստեղծում ենք մեր շրջապատում, այդ բոլորը կարանք այնպես անենք, որ դառնա արժեք մեզ համար եւ կարանք արժեզրկենք նույն վայրկյանին։ Ով է Սուրեն Արուստամյանի անակնկալ հյուրը։ Սուրենին ուղված նամակը հետաքրքիր ու հուզիչ էր։ Ով է գրել նամակը։ Հուսով եմ, որ մի օր հենց այդ տանը, հենց այդ նույն մարդկանցով կկարդանք աշխարհի ամենա Խոստովանություն, ուրբաթ օրը, 22:30-ին